Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա, պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը որպես այդպիսին։ Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել։ Չէ, դուք հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում իդեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցությանն էլ տենց տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին շատերի այս խմբակցությունից ապաքաղաքական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին անձնապես վիրավորել է։ Մենք հարգելով մեր քաղաքացիներին են, որոնց որ պարոն Վարդևանյանը դիմում ասում է, մենք մեր քաղաքացիներից պետք է ներողություն խնդրենք։ Պարոն Վարդևյան, դուք նախ ներողություն պետք է խնդրեք այս պերսոնաժի ստեղ հայտնվելու համար, որտեվ այդ մարդու հետագիծը վերջի 2 տարվա եղել է այդ։ Մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորել է, Հայաստան խմբակցությանը չեմ էլ ասում ինչեր էր ասում, վայ, ու չեմ էլ ուզում հիշեմ, ուղղակի ինչեր էր ասում։ Անկեղծ էլ բոքսի տանձիկ, էլ բան, вообще ինչ ասես, ասել է, հիմա տարել եք Հայաստան խմբակցությանն մոտիկ եք նստածել, չգիտեմ ինչ ալնելու վերջը։ Այսինքն նկատի ունեմ այդ մարդու վիրավորական, այդ շղթայական հետագիծը որպես այդպեսին, այնինքն է, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում։ Մենք ձեզնից ստեղ այս շարքերում չկա մարդ, որ ձեր ընտանիքի քաղաքականության մեջ չներգրավված անդամներին մի տառ ասել է։ Չկա տենց մարդ, հասկանում եք, պարոն Կարապետյան։ Չկա մարդ, որը որ ձեր ընտանիքում ձեր ընտանիքի այն անդամին, ով քաղաքական գործիչ չի եղել կամ հիմա չի, մի տառ ասել թթու։ Չկա այդպիսի մարդ ստեղ։ Դուք բերել եք այստեղ մարդ եք նստեցրել, որը որ ընտանիքի անդամներ է թիրախավորել, հաթաթ չէ, մի ընդհատեք հիմա։ Մի ընդհատեք հիմա, պարոն Կարապետյան, մի ընդհատեք, հետո այստեղից կանդրադառնանք։ Մեզ ասում եք, պարոն Վարդևանյան եկել է ստեղից մոտավորապես ասում է հետևյալը. հա, դե մեկու մեջ գալու ենք, ձեզ վիրավորելու ենք, բայց դուք հո բան չի, բայց ինչի մասին է խոսքը, հարգելի գործընկերներ։ Միթե մենք պետք է այդ սխալին սխալով բան անենք, արձագանքենք։ Սխալ է, այո, մենք ասում ենք, որ դա սխալ է։ Պարոն Վարդևյան, իսկ ենթադրաբար, օրինակ, падգամավորին հարվածելը եւս սխալ է, ճիշտ է։ Հիմա ենթադրենք ինչ-որ մեկը գնա եւ հարվածի, չեմ հիպոթետիկ, ինչ-որ մեկը գնա հարվածի ինչ-որ падգամավորի։ Տիկին Մանավազյան ասի, այո, դա սխալ է։ Հետո երկրորդ անգամ գնա։ Տիկին Մանավազյանը վստահ եմ էլ ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է։ Հետո երրորդ դեպքը Տիկին Մանավազյանը ես վստահ եմ, ինչքան հարված են Տիկին Մանավազյանը այդքան կասի, որ դա սխալ է։ Դա ձեզ կբավարարի արդյոք։ Ու հարց համար, չգիտեմ որ երրորդ։ Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, պարոն, ասենք, լավ, հələ ասում է, ես էլ նեի Սեյրանը ներ վերադառնալով բանին ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարքյան, խի փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լրություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լրություն դահլիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հա լավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանեք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետք է այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք, որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ դե պետքա դրա վրա աշկ փակել, պետքա դրա վրա աշկ փակել, չի լինելու ժողովուրդ ջան։ Ամեն անգամը լինելու է պատասխան, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ։ Առաջին անգամը առհասարակ պատասխան չեղավ։
Երկրորդ անգամից սկսած լինում է պատասխան։ Պատասխանը անհամաչափ է լինելու, պարբերաբար անհամաչափ է լինելու։ Էդ էլ դեմ չեմ, էդ էլ կարաք փորձեք, ընդհանրապես դեմ չեմ, բայց պարոն Վարդան, ոնց է գալիս եք միջանձնային հարաբերություններից, այդ ամեն ինչը բանակի վրա պրոյեկտելուց եք խոսում։ Դուք նորից էլի մոռանում եք այն ձեր ընտրությունների ժամանակ, ձեր քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրողների վրա քֆուր դնող են գողեր, պոզեր, ինչեր, չգիտեմ, պոզ ասելով ռոգ նկատի ունեմ, էլի այդ իմաստով նկատի ունեմ, ինչ էր դա, ասենք, ինչ կերպար էր դա, որ ընտրողների վրա հայհոյանք էր դնում, պարոն Վարդան։ Այդ շրջանակներում օրինակ դուք այդ գողի հետ իրավաբանական խորհրդատվություն արել եք, թե ոնց է ճիշտ հայհոյանքը դնել։ Օրինակ պատրաստվում եք պաշտպանել նրա շահերը դատարանում, գնալ դատարանում ու վկայակոչել, ասել, այ գիտեք ինչ 730,000 մարդու վրա հայհոյանք դրած տվյալ սուբյեկտը իրականում գործել է Հայաստանի Հանրապետության լավագույն շահից ելնելով, որովհետև միթե կարելի էր թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ու այդպես շարունակ, ես վստահ եմ դուք դա կկարողանաք անել։ Ժողովուրդ ջան, երբ որ մի բան խոսում եք, գոնե հետևողական եղեք, գոնե հետևողական եղեք։ Եվ վերջապես գալով տնտեսական ցուցանիշների։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի տնտեսությունը բացառիկ վերելքի վրա է։ Ու սա ընկալելու համար պետք է ուղղակի հասկանալ։ Սրանից 8 տարի առաջ մոտավորապես այստեղ ներկա հանրապետական խմբակցության անդամները, Հայաստան խմբակցության հետ աֆիլացված մյուս մարդիկ, երբ որ հանրապետականը մասնակցում էր ընտրությունների, այդ ընտրություններին բաժանում էին ընդամենը 10,000 դրամ ընտրակաշարք։ Այս ընտրություններին ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները բաժանել են 100,000 դրամ ընտրակաշարք։ Դատարանը կպարզի, հարգելի գործընկերներ, այսինքն փաստացի միայն ընտրակաշարքի փաստով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին 8 տարում աճել է ուղիղ 10 անգամ, հարգելի գործընկերներ։ Եվ ես կարծում եմ, սա փայլուն ցուցանիշ է։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։